Ալեն Սիմոնյանն ասում է Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Ձեր կարծիքով թշնամին ինչպես կարող է մեր երաշխավորը լինել։ Ալեն Սիմոնյան բավետ սուտ է։ Ինչ երաշխավոր թշնամի են, թշնամի։ Ով որ թշնամի պաշտպանում է, ինքն է թշնամի է։ Եվ բան չունեմ, նրանց տենալուց զզվզ գալիս։ Թշնամի է։ Չեմ կարծեր, որ թշնամին իր բանը ցկե, իր մտքին եղածը ցկե, որ խաղում են որ ադի չեմ կարծեր, որ լինի։ Բայց ընդհանուր առմամբ չես գիտեր, գնալար թե համացանյան գնայի, ինչ է համացանյուն է մենք չենք գիտեր է, ասա։ Ինչպես կարող է թշնամին։ Իրա խելքը յացեր հարցերը, որտեղից, ոնց կարա։ Ունեցել մի հույս են դրի Ադրբեջանի վրա, ամոթ իրաց։ Ոնց կարա դարավոր թշնամին երաշխավոր լինի, դա առնվազն հիմարություն է։ Ինչ ուզեն կասեն, մեռնեմ քեզ, ինչ ուզեն։ Դուրս չեն գալ, իրանց էլ ընտրել են։ Քաղաքապետարան չեն թողում գնամ։ Իհարկե ոչ։ Մի ապուշություն դուրս տվե կարելի է դրան ուշադիր լսել։ Իհարկե ոչ։ Մի մարդ որ մեզ կոտորել է, մինչև հիմա ասում է Հայաստանը իմն է, Արևմտյան Ադրբեջանը, բան ու նա մեր երաշխավորն է։ Կարող է Ալեն Սիմոնյանի երաշխավորն է, չգիտեմ, հավանաբար է տենց է, որ վստահ ասել է, բայց մերը չի հաստատ։ Չեմ կարծում, որ մեր երաշխավորը կլինի Ադրբեջանը։ Ոչ, մեր անվտանգության երաշխիքը մենք ենք։ Երբեք չի կարելի։ Հետո մեր պատմական բանով ցույց տված, որ Թուրքին չի կարելի վստահել ոչ մի բան, բացարձակապես չի կարելի։ Այդ ժողովրդությունը, խաբեությունը, բացարձակապես խաբում են ժողովրդին, որ դա Լեոյի գրքերից կարդացել է Անեի Կորցանյանը, Սմբատ Հովհաննեսը, որ ծախեց փախա, նույն վիճակում։ Не бывает так, знаете, 30 лет вражды и потом сразу целоваться в десны. Так не бывает. Должно пройти определенное время, годы. Ադրբեջանը, երաշխավորը, Հայաստանին в вопросе мира нет. Я думаю, участник и то с натяжкой, можно сказать, բայց երաշխավորը շատ ուժեղ խոսք է։ Չէ, ոչ մի անգամ։ Ոչ, ուղղակի։ Թշնամին ինչու՞ պետք է երաշխավոր լինի։ Մենք վստահելի պետություն ունենք երաշխավոր, որ Ամերիկանը միասին կարողացավ այգնագիր կնքել։ Ճիշտ է, հաստատված չէ, բայց շուտով դա էլ կլինի։ Դե սխալ ասում, ամեն իր խոսքով է հավատում, որ չէ, չեմ հավատում։ Որտեւ առանց համագործակցության իմ պատկերացմամբ հիմա անհնար է։ Չի կարող պատահի Ադրբեջանը երաշխավորը, դες բան չկա, դες բան գոյություն չունի։ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ լրագրողների հետ Չի կարող պատահի նա դες բան ասի։ Իսկ Ադրբեջանը ընդհանրապես չի կարող։ Դե շատ բան կարող ասի, բայց չի կարող պարտադրի Հայաստանին, որ սահմանադրությունը փոխի